Մենք ՀՀ քաղաքացիներս 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը եւ քաղաքացիական իրավունքներին, անարժան մարդկանց թույլ չտալով նվաստացնել մեր աշխարհիկ կեսը։ Այս մասին նշել է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այսօր մենք որպես քրիստոնեությունը պետականորեն առաջին ընդունած ժողովուրդ նույն վճռականությամբ տեր են կանգնում մեր հոգեվոր եսին եւ հայաստանյաց առաքելական եկեղեցուն։ Անարժան մարդկանց թույլ չենք տալիս նվաստացնել մեր հոգեվոր իշխանությունը, մեր հավատն ու հոգին, փռել օտարների ոտքերի տակ, այդպիսով թուլացնելով մեր ինքնությունը, մեր պետությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսի կոչումը Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի ճանապարհի ինչ-որ մի խաչմերուկում անվերադարձ կորցրած Գարեգին II թերագնահատում է մեր հոգևոր ուժը եւ հավատի զորությունը, որոնք ճիշտ է տարիներ շարունակ հենց իր առաջնորդությամբ խեղվել են, գուցե դեֆորմացվել, երբեմն ընկճվել, բայց պետք չէ մոռանալ, որ մեր երակներում ու հոգու ուղիներում հոսում են լուսավորչի Նարեկացու Կոմիտասի հոգին ու արյունը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցիներում մատուցվող սուրբ եւ անմահ պատարակները չքնաղեն խաղաղեցնող, հոգսերից, անհանգստություններից, խնդիրներից ու վախերից դարմանող։ Ես ափսոսում եմ, որ այս փուլում չեմ կարողանում ամեն կիրակի եկեղեցի գնալ ու այդպիսով ակտիվորեն չեմ կատարում քաղաքացիական եւ հոգեվոր պարտքս իմ եկեղեցին, իմ պետությանը վերադարձնելու պայքարում։ Զրկվում եմ չքնաղ պատարակը վայելելու հաճույքից, նշել է Աննա Հակոբյանը։ 2026 թվականին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը հայտնի է նաև որպես զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Զատիկը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է։ Մեծ պահքը 2026 թվականին կմեկնարկի փետրվարի 16-ից։ Մեծ պահքի շրջանը տևում է 48 օր բուն բարեկենդանից մինչև Սուրբ հարության տոնի նախօրեն։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-ից 2026 թվականների ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տեղվողությունը եւ արձակուրդների ժամկետները։ Սահմանվել են նաեւ 2025-ից 2026 թվականների ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով։ 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ 5 օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ 5 օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, երկրորդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ 5 օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ 5 օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 3-ից 12-րդ դասարան 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ, 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ 5 օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ Այսինքն այսօր երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանամ կայացված որոշման մասին եւ կհայտնեմ այստեղ, դատարան գնալու անհրաժեշտություն չկա, նշել է փաստաբանը։ Հունվարի 9-ին Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը եւ Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրեն դոկտոր Կառլոս Կամպոս ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի թանգարանում եւ 2026 թվականի ընթացքում կդրվի ցուցադրության։ Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանը եւ թեմական խորհրդի ատենապետ Տերիկ Ղուկասյանը։ Միջոցառմանը հրավիրված էին նաև ակադեմիական ոլորտը ներկայացնող հյուրեր, տարբեր քրիստոնեական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում Save Armenia Հուդայա քրիստոնեական միության գործադիր տնօրեն եւ նախագահ Փոլ Մյուրեյը։